Հայաստանի քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը շարունակում է աճել։ Այդ թիվը մեկ ամսում ավելացել է ևս 254-ով, հասնելով 27550-ի։ Ներկայացնելով 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո ձևավորված պատկերը, այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նրա խոսքով, այս պահին քաղաքացիություն ստանալու համար առկա է ավելի քան 39000 դիմում, իսկ շուրջ 12000 անչափահաս արդեն ստացել է Հայաստանի անձնագիր։ Միաժամանակ Հայաստանը շարունակում է ընդունել նաև միջազգային պաշտպանություն փնտրողներին։ Եթե մինչև 2022 թվականը տարեկան գրանցվում էր ընդամենը 200-ից 250 Ապաստան հայցող, ապա այժմ այդ թիվը հասել է մոտ 1000-ի։ Նրանք հիմնականում Ուկրաինայից, Ռուսաստանից, Իրանից, Աֆղանստանից և Եմենից Հայաստան եկածներն են, ինչը վկայում է երկրում միգրացիոն հոսքերի զգալի ակտիվացման մասին։ Հայտնի է դարձել Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը։ Երեկ Երևանի ժամանակով 12:24-ին օդ բարձրանալուց մոտ 1 ժամ անց Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան էր ուղարկել և հարկադիր վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Ավելի ուշ պարզվել էր, որ հարկադիր վայրէջքի պատճառը ԱՊԱ հերմետիկացման սենսորի սխալ գործարկումն է եղել։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեից։ Բամբակի զորամասում անցկացված ուսումնավարժանքի ընթացքում զինվոր է վիրավորվել։ Լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեղեկատվության համաձայն դեպքը կապվում է հրամանատարության ոչ պատշաճ աշխատանքի և թույլ վերահսկողության հետ։ Հրապարակման համաձայն կավարկած, որ զինվորը ծանր վիրավորվել է, կորցրել մեկ ոտքի և ստացել ծանր վնասվածքներ պայթյունի հետևանքով։ Պաշտպանության նախարարությունը հաստատել է վնասվածքի փաստը, նշելով, որ զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջության և զինծառայողի վերաբերյալ անձնական այլ տվյալներ չեն հրապարակվում, քանի որ համապատասխան օրենքները դա արգելում են։ Զինված ուժերը բացում են դռները երաժիշտների ու պարողների համար։ 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ։ Զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով։ Լսումներին հրավիրվում են փողային, լարային և հարվածային տարբեր գործիքների տիրապետող զորակոչիկներ, իսկ պարարվեստի մասնագետների դիտումներն անցկացվելու են Սարդարապատ պարի համույթի փորձասրահում։ Միջոցառումներն անցկացվելու են հուլիսի 13-ից 16-ը հստակ ժամանակացույցով, իսկ հացերի դեպքում զորակոչիկներին առաջարկվում է դիմել իրենց զինվորական կոմիսարիատներ կամ զանգահարել Պաշտպանության նախարարության թեժգից։ Պետբյուջեն ավելացրել է եկամուտները 5 ամսում։ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2026 թվականի հունվար-մայիս ամիսների պետական բյուջեի կատարման տվյալները, որոնց համաձայն եկամուտները կազմել են 1 տրիլիոն 353 միլիարդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14.7%-ով կամ 173.2 միլիարդ դրամով։ Միաժամանակ ծախսերը կազմել են 1 տրիլիոն 257 միլիարդ դրամ, աճելով 4.5%-ով կամ 54.2 միլիարդ դրամով։ Արդյունքում պետական բյուջեն 5 ամսվա ընթացքում կատարվել է 95.8 միլիարդ դրամ հավելորդով, մինչդեռ 1 տարի առաջ նույն ժամանակահատվածում գրանցվել էր 23.2 միլիարդ դրամ պակասուրդ։ Կառավարությունն ուսումնասիրում է 2026-ի կարգտահարության անորմալ դեպքերը։ Վերջերս գրանցված կարգտահարությունների պատճառները, դրանց հնարավոր անկանոն բնույթը, ինչպես նաև գյուղատնտեսությանը հասցված վնասների քանակական ու ֆինանսական ծավալները պարզելու նպատակով որոշում է կայացվել ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը գնահատելու է կարգտահարության վայրերում կամ դրանց հարակից տարածքներում հակակարգտային կայանների գործարկումը կարկուտից առաջ կամ դրա ընթացքում և դրանց իրական ազդեցությունը։ Խմբի աշխատանքի արդյունքները մեկ շաբաթյա ժամկետում պետք է ներկայացվեն կառավարությանը և վարչապետին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։